Իրավապահների ձեռքերը իրավունքի պաշտպան փաստաբաններին էլ հասան։ Մեկ շաբաթում 2 ամսով 2 փաստաբան կալանավորվեց։ Ուժայինները նախ Ալեքսանդր Կոչուբաևին գետին տապալելով բերման ենթարկեցին մեկ գրառման համար։ Հետո Վարդան Ղուկասյանի համար Երևանից Գյումրի հասած իրավապահները բազմաթիվ քաղաքացիների հետ բերման ենթարկեցին նաև մասնագիտական գործունեություն իրականացնող փաստաբան Ռուբեն Մխիթարյանին։ 7 հոգով ծեզում են ալիքչա գնացել մասում միակ։ Տեսեք։ Այստեղ գործ ունենք մենք անհամաչափության հետ։ Գործ ունենք այս իրավական տերորի հետ, բառից բուն իմաստով։ Եվ հիմա էլ ցավոք դա տարածվում է։ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա։ Ռուբեն Մխիթարյանին մեղսագրվել է զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ արդարադատությանը խոչընդոտելու արարքները։ Հարց ենք տալիս։ Ասում ենք այս սիրելի վարույթ իրականացնող մարմին։ Դուք ունեք ինչ-որ հաղորդում, ինչ-որ ոստիկանի, որն ասում է, որ Ռուբեն Մխիթարյանը խոչընդոտում էր մեր աշխատանքին։ Ունեք Ռուբեն Մխիթարյան, որ ասում է, հարգելիներս, ես փաստաբան եմ, ես իրականացնում եի իրավաբանական օգնություն, ինձ եկան բռնեցին, ձերբակալեցին։ Առնվազն պիտի կշեռքի հավասար նժարներին դնեք։ Ու այնպես ինչպես ստուգում էիք ոստիկանի տված հաղորդումը կամ զեկուցագիրը, պիտի նաև ստուգեիք Ռուբեն Մխիթարյանի հայտարարությունը։ Բազմաթիվ քաղաքացիների հետ բերման է ենթարկվել նաև գյումրեցի իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչը։ Նա քաղաքապետարանի երկարամյա աշխատակից է։ Սարուխանյանն ասել է, որ չի միջնորդելու զոքանչին ազատ արձակեն, քանի որ վստահում է իրավապահներին։ Փաստաբանների պալատի նախագահը չնայած զարմացած ու ապշած է միջազգային իրավապաշտպան կառույցների լռությունից, բայց դեռ հույսը չի կորցրել։ Փաստաբանների պալատը, Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, Փաստաբանների պալատի խորհուրդը անընդունելի եւ դատապարտելի է համարում։ Այս առնչությամբ ես արդեն իսկ պատրաստել ենք մենք համապատասխան նամակներ միջազգային կառույցներին եւ հետեւողական ենք լինելու, որպեսզի այդ խախտված իրավունքները ուրեմն նախ վերականգնվեն եւ շարունակելի չլինեն այս հանգամանքները։ Փաստաբանները լուրջ խնդիրների են բախվել ու բազմաթիվ խախտումներ են արձանագրել Արագածոտնի թեմի հոգեվորականների նկատմամբ օպերացիայի ժամանակ։ Մի քանի ժամ փաստաբաններին չէին թողնում մուտք գործեն կանաներին իրավաբանական օգնություն ցույց տալու։ Մի քանի քննիչ են կանած, ես հարցրեցի, ինչ կարգավիճակ ունեն այս կանաները։ Բերման եք ենթարկել, ասես ոչ, իրենք վկա են։ Ասի եթե վկա են, Բա ինչու եք հարկադրաբար բերել։ Եվ կանանից մեկն ասեց ոնց, ես կարող էի չգալ։ Քննիչը ասեց այո։ Ասի եթե այդպես է, ուրեմն իրեն ծանոթագիր տվեք, այս մարդը իր փաստաբանի հետ ներկանա։ Քննիչը ծանոթագիրը գրեց, տվեց կանանային։ Եվ կանան դուրս եկավ ինձ հետ։ Այս մեր կանանային ներս կանչեցին, դուրս եկան, բա կներեք էլի մի հատ այստեղ բան կա ճշտելու, ներս կանչեցին, դուռը փակեցին։ Դուռը փակեցին, իրեն հարցաքննել են, ստիպողաբար հարցաքննել են։ Մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու, ապօրինի մեղադրանքներին ու կալանավորումներին հակազդելու համար պալատը գործադուլ չի անի։ Պետք չէ տեսնել մեդալի միայն մեկ կողմը։ Գործադուլի դեպքում անպաշտպան են մնում բազմաթիվ քաղաքացիներ, ասում է պալատի նախագահը։ Օրինակ, գույքի բռնագանձման մի հատ վեճ է, եւ մեր չներկանալ, այդ թվում նաեւ իմ չներկանալը դատարանի համար արգելք չէ արդարադատությունը իրականացնելու եւ դատական process-ը շարունակելու եւ իմ չներկանալու պայմաններում օրինակ դուք զրկվում եք ձեր բնակության վայրից։ Պատկերացնում եք որքան շահեր ենք մենք շոշափում այսպիսի գործողություններով։ Սա պետք է այս մոտեցումը պետք է երկու կողմն էլ մենք հաշվի առնենք։ Գործադուլի այս մոտեցումը պետք չէ լինի դա, ասենց ասեմ, մահակի պես մի ձևաչափ, որ անդադ պետք է փաստաբաններ անեն։ Արդարադատությունը հիվանդանում է, բայց չի մահանում։ Հիվանդ արդարադատությունը բժշկելու համար պայքարի գործիքներ դեռ կան, ասում է պալատի նախագահը։ Փաստաբանները կարծում են, որ իրավական ճանապարհով արդարադատությունը վերականգնելու համար դեռ անելիքներ ունեն։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։